Երբ խոսքը վերաբերում է այն աշխարհից եկածներին, ուրվականները կարող են պատկերավոր ասած քայլել տեխնիկական առաջընթացին համընթաց, յուրացնելով օրինակ մեծ ծովային նավերը, Queen Mary, լայներ ուրվականներով։ Այս տեսանյութի մասին առաջարկել էր մեզ խոսել Ash TV-ն։ Եթե ունեք հետաքրքիր թեմաներ, գրեք մեկնաբանություններում և մենք անպայման կանդրադառնանք։ Ձեզ հետ Arm Detective-ին է։ Եկեք ծանոթանանք սարսափելի Queen Mary նավի հետ։ Queen Mary անդրատլանտյան լայները կառուցվել է շոտլանդական John Brown և ընկերություն նավաշինական ընկերության կողմից։ Անցյալ դարի 30-ական թվականների առաջին կեսին, երբ աշխարհը համակված էր տնտեսական ճգնաժամով։ Այս վիթխարի նավն ուներ 310 մետր երկարություն, 36 մետր լայնություն և 55 մետր բարձրություն։ Ջրատարողությունը 81,237 տոննա, հզորությունը 160,000 ձիաուժ։ Միայն այս հսկայի ղեկը կշռում էր 150 տոննա։ Լայների կահավորումը պահանջել է 6437 կիլոմետր էլեկտրական մալուխ և ավելի քան 30,000 լամպ։ Queen Mary-ի անձնակազմը բաղկացած էր 1035 հոգուց, իսկ ուղևորների տարողությունը հասնում էր մինչև 15000 մարդու։ Նավը կարող էր հպարտանալ իր գլխավոր ճաշասրահով, որն իր չափսերով ստվերում էր թողնում բազմաթիվ արքայական պալատների դահլիճները։ Queen Mary-ի սենյակների հարդարման համար օգտագործվել են թավիշ, մետաքս և ամենաազնիվ տեսակի փայտանյութեր։ Առաստաղներն ու պատերն այստեղ զարդարված էին քանդակազարդ ծեփածոներով, գոբելեններով և նկարներով, ինչի շնորհիվ նավի ինտերիերը ավելի շատ գեղարվեստական պատկերասրահ էր հիշեցնում։ Զուր չէր, որ լայներն անվանվեց ի պատիվ Մերի Թեքսցու, բրիտանական թագավոր Գեորգ 5-րդի կնոջ։ Queen Mary-ն հսկա է նույնիսկ լեգենդար Տիտանիկի ֆոնին։ Այն իր առաջին ուղերձն ավարտեց 1936 թվականի հունիսի 1-ին։ Ամբողջ աշխարհն ընդունում էր, որ դա այն ժամանակվա ամենաառաջադեմ և վիթխարի անդրատլանտյան լայներն էր, որն իր մեջ ներառում էր համաշխարհային նավաշինության բոլոր ավանդույթներն ու նորարարությունները։ Հետագայում պարզվեց, որ դա վերջին մեծ լայներն էր, որն ի վիճակի էր մրցակցել ուղևորատար ինքնաթիռների հետ։ 1936 թվականի օգոստոսին նավը կատարեց իր 6-րդ ուղերձը, որի ընթացքում հատեց Ատլանտյան օվկիանոսը 3 օրից և 21 ժամից պակաս ժամանակում, ժամում 56 կիլոմետր արագությամբ։ Այս ռեկորդը հաջողվեց գերազանցել միայն 50-ական թվականներին։ Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Queen Mary-ն դադարեց քաղաքացիական անձանց տեղափոխելը և հարմարեցվեց զորքերի տեղափոխման համար։ Թշնամիների համար նավն ավելի քիչ տեսանելի դարձնելու նպատակով այն սև, սպիտակ, նարնջագույնից վերաներկեցին մոխրագույն։ Լայները ծառայեց բրիտանական բանակին ընդհուպ մինչև 1947 թվականը, որից հետո զինվորականները այն վերադարձրեցին նախկին տերերին, և նավը նորից սկսեց սպասարկել Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների միջև ընկած գիծը։ Այնուամենայնիվ, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև օդային հաղորդակցության զարգացմամբ լայներներով նավարկելը դադարեց լինել այնքան հրաճանաչ, որքան նախկինում։ Սարսափելի պատերազմը ստիպեց շատ մարդկանց վերանայել իրենց վերաբերմունքը շքեղության նկատմամբ, ինչի շնորհիվ ինքնաթիռներով ավելի էժան և արագ թռիչքները ճամփորդների մեծամասնության համար դարձան շատ ավելի նախընտրելի և ռացիոնալ։ Queen Mary-ն որպես մետաղաջարդոնի գին գնեց ամերիկյան Long Beach քաղաքի մի ձեռնարկատեր և տեղադրեց տեղի նավամատույցում, համալրելով այն ռեստորաններով, թանգարաններով, սրճարաններով, հյուրանոցով և պարասրահներով։ Մինչ օրս սա քաղաքի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է և ոչ միայն ժամանցի պատճառով։ Ամեն տարի այս վայր այցելող 1,5 միլիոն մարդկանց մեջ կան շատերը, ովքեր ցանկանում են այստեղ տեսնել ինչ-որ գերբնական բան։ Շատերին հայտնի չէ, որ ժամանակին փառաբանված և բազմաթիվ հաջող արշավներ կատարած սուպերլայներն ունի
նաև անցյալի մութ կողմեր։ Այս տեղեկությունը, որը թաքնված է սովորական մարդկանցից, շատերին կթվա տհաճ, չարագուշակ կամ նույնիսկ իսկապես սարսափելի։ Բանն այն է, որ Queen Mary-ն պատասխանատու է բազմաթիվ մահերի համար եւ համարվում է, որ այդ բոլոր հանգուցյալների հոգիները մինչև օրս շրջում են նավի վրա, որն այսօր յուրօրինակ զվարճանքների վայր է։ Դեռևս 1934 թվականի սեպտեմբերի 26-ին նավը ջուրն իջեցնելիս նավաշինարանում զոհվեց 4 բանվոր։ Շատ վատ նշան է, հառաչեցին փորձառու նավաստիները։ Այնուհետև հետևեցին բազմաթիվ այլ մահեր։ Զարմանալի է, բայց շքեղ, հիասքանչ գեղեցկության անդրատլանտյան լայներն ինչ-որ պատճառով վերածվեց ինքնասպանների իսկական մեքայի։ Այնտեղ անընդհատ նավից իրենց ցած էին նետում սննկացած գործարարները, մաֆիային պարտք մնացած խաղամոլները, կանանց կողմից լքված ամուսինները, ինչպես նաև կոտրված սրտերով տիկնայք։ Կյանքի հետ հաշիվները մաքրել ցանկացողների շրջանում ընդունված էր դարձել գնել միակողմանի տոմս Queen Mary-ի համար եւ ինքնասպան լինել Ատլանտիայի մեջտեղում։ Նրանք, ովքեր չէին մահանում հարվածից, որպես կանոն սառչում էին սառցը ջրում, ավարտին հասցնելով մտադրվածը։ Եթե հավատանք լուրերին, նավից իրենց ցած նետող մարդկանց կիսաթափանցիկ կերպարները, որն արդեն վաղուց խարսխված է, այստեղ կարելի է տեսնել մինչև օրս։ Երբ սկսվեց պատերազմը, ամեն ինչ ավելի վատացավ։ Մի անգամ նավը Հնդկական օվկիանոսով տեղափոխում էր 16,000 զինվոր, ինչը 1000 հոգով գերազանցում էր թույլատրելի սահմանը։ Սենյակներում օդափոխություն չկար, եւ խցիկներում, ինչպես տակառի մեջ լցված ձկներ, խցկված զինվորները սկսեցին մահանալ թթվածնի պակասից։ Ողջ մնացած ականատեսներից մեկի խոսքով, դա իսկական մղձավանջ էր, քանի որ նավի վրա յուրաքանչյուր 7 րոպեն մեկ զինվոր էր մահանում։ Երբ լայները հասավ նպատակակետին, ուղևորների թիվը կրճատվել էր մի քանի հարյուրով։ Դրանից կարճ ժամանակ անց Queen Mary-ն ստացավ մոխրագույն ուրվական մականունը, ոչ այնքան իր քողարկվող գույնի, որքան մարդկային կյանքեր խլելու սովորության պատճառով։ Մի անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Queen Mary-ով Անգլիայից նահանգներ էին տեղափոխում մի քանի տասնյակ գերմանացի եւ իտալացի զինվորների։ Գերիները ընդամենը 17-18 տարեկան էին։ Բնականաբար նրանց մեկուսացրել էին։ Երբ առավոտյան խցիկը բացվեց, նրանք բոլորը մեռած էին։ Երիտասարդները նախընտրել էին զանգվածային ինքնասպանությունը։ Լայների կապիտանի խոսքով ինքը մինչև հոգու խորքը ցնցված էր, որ այդ տղաներն այդպես էին վարվել։ Ասում են, որ դրանից հետո նավի վրա կարելի է տեսնել այդ երիտասարդ զինվորների ուրվականներին, կտրված ձեռքերով եւ կոկորդներով։ 1942 թվականին Queen Mary-ն ենթարկվեց նացիստական սուզանավի հարձակման եւ ստիպված եղավ կտրուկ փոխել ընթացքը։ Այս անսպասելի մանևրի արդյունքում լայները լի թափով երկու մասի կիսեց կողքով ընթացող Կյուրոսաու ռազմական նավը։ Այդ նավը խորտակվեց, իր հետ անդունդը տանելով ավելի քան 300 մարդու։ Դրանից հետո Queen Mary-ի վրա մարդիկ սկսեցին պարբերաբար լսել բարձր աղմուկ, որը չէր տարբերվում Կյուրոսաուի հետ այդ ողբերգական բախման ձայնից։ Այն աշխարհից եկածների մասին առաջին հաղորդումները, որոնք հայտնվում էին Queen Mary-ի վրա, սկսեցին ստացվել դեռևս 30-ականների վերջին։ Իսկ հետպատերազմյան շրջանում նավի վրա ֆանտոմների պատճառով կյանքն ուղղակի անհնար դարձավ։ Շատ մասնագետներ պնդում են, որ հենց դա է եղել 1967 թվականին լայները շահագործումից հանելու պատճառը։ Մարդիկ ոչ միայն հրաժարվում էին նավարկել այս նավով, այլև բացահայտ վախենում էին այս ճակատագրական նավի մեղքով զոհված մարդկանց զայրացած ուրվականներից։ Ամերիկացի հոգեբանության պրոֆեսոր Փիթեր Ջեյմսը հետաքրքրվեց լայների վրա տեղի ունեցածով։ Այն բանից հետո, երբ 1991 թվականին անձամբ այստեղ բախվեց ուրվականի, գիտնականին տախտակամածի վրա մոտեցավ հնաոճ կապիտանական համազգեստով մի մարդ։ Անծանոթը ուներ անբնական գունատ դեմք։ Քաղաքավարի բարևեց Ջեյմսին եւ հանկարծակի լուծվեց օդում։ Մտնելով մոտակա միջնապատի հետևը,
ցնցված ամերիկացին այդ մասին պատմեց էքսկուրսավարին եւ վերջինս հայտնեց, որ այդ վայրում ժամանակին իրոք մեռած են գտել նավի այն ժամանակվա կապիտանին, Սթարք ազգանունով։ Հետաքրքիր է, որ Queen Mary-ն ունի ուղիղ 365 խցիկ, այնքան, որքան օր կա սովորական տարվա մեջ, եւ այդ սենյակներից յուրաքանչյուրում կարելի է հանդիպել ինչ-որ բանի, որը չի ենթարկվում տրամաբանական բացատրության։ Եթե սրան գումարենք այն ամբողջ դեպքերը, որը տեղի են ունեցել խցիկներից դուրս, ապա պարզ է դառնում, որ Queen Mary-ն ուրվականներով ամենախիտ բնակեցված վայրերից մեկն է, ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ աշխարհում։ Եկեք դիտենք Queen Mary-ի 7 սարսափազդու պատմությունները։ You hear that shit? Yeah. Like, let's get out of there. It's all good. Hold on, come here. Where's the one right there? Queen Mary անձնակազմը սովորաբար արտակարգ իրավիճակների վարժանք էր անցկացնում 1966 թվականի հուլիսի 10-ի վաղ առավոտյան։ Անձնակազմի 18-ամյա անդամ Ջոն Ֆեդերը վարժանքի ժամանակ գտնվում էր մեքենայական բաժանմունքի մոտ եւ փորձեց անցնել թիվ 13 դռան միջով, երբ նա ավարտում էր իր 62-րդ փակման գործընթացը։ Ֆեդերը սխալ հաշվարկեց, թե որքան ժամանակ է մնացել դռան փակվելուն, եւ խեղճ տղան ճզմվեց դռան արանքում։ Նրա մարմինը գրեթե երկու մասի էր բաժանվել։ Ֆեդերն այժմ հայտնի է Կիսահատ Հարի անունով, եւ նրան երբեմն կարելի է տեսնել մեքենայական բաժանմունքի միջանցքներում եւ վերելակներում։ Այցելուները պատմում են, որ նեղ միջանցքներում իրենց հետևում է մի մորուքավոր տղամարդ, հին աշխատանքային համազգեստով։ Նրանք նշում են, որ այդ մարդը հանկարծակի հայտնվում է թիվ 13 դռան մոտ եւ այն դռան, որը սպանեց երիտասարդ Ֆեդերին։ Կան նաեւ այլ պնդումներ։ Մարդկանց շորերից կամ պայուսակներից քաշում են, լսվում են խողովակների հարվածներ եւ հայտնվում են յուղոտ ձեռների հետքեր։ Queen Mary պատմության մեջ կան մի շարք ողբերգական դեպքեր։ Ամենաողբերգական պատմություններից մեկը կապված է B474 սենյակի հետ։ Ասում են, որ մի տղամարդ խեղտամահ է արել իր կնոջն ու երեխային եւ նրանց անկենդան մարմինները թողել մահճակալին։ Այնուհետև նա գնացել է լոգարան եւ կրակել մյուս դստերը, որն այնտեղ էր, որից հետո ինքնասպան է եղել։ Ոմանք ասում են, որ լոգարանի աղջիկը շարունակում է շրջել միջանցքներում։ Աղջիկը, ում անվանում են Դանա, հաճախ հայտնվում է արխիվի եւ բեռնախցիկի տարածքում։ Մարդիկ պատմում են, որ լսում են նրա խաղալու եւ արկղերի արանքում թաքնվելու ձայները։ Ուրվականների որսորդները պնդում են, որ գտել են նրա գոյության ապացույցները մշուշոտ ստվերներին եւ լուսավոր գնդերի տեսքով իրենց լուսանկարներում։ Բացի Դանայից, երկրորդ կարգի լողավազանի մոտ կա մեկ այլ ներկայություն՝ առաջին կարգի լողավազանում։ Երբ տարածքը լռում է, այցելուները տեսնում են հայտնի լողազգեստով կնոջը։ Դա սարսափազդու անուն չէ, բայց շատ դիպուկ նկարագրություն է։ Ասում են, որ նա մոտ 20-ից 30 տարեկան է եւ կրում է 1930-ականների ոճի լողազգեստ։ Այցելուները հաճախ տեսնում են նրան հանդերձարան գնալիս կամ լողավազանի եզրով քայլելիս,
Ոմանք ասում են, որ տեսնում են թաց ոտնահետքեր եւ ջրափոսեր, որոնք հայտնվում են ուրվականի հայտնվելուց առաջ։ Լուրեր են պտտվում, որ Ջոն Հերի անունով մի մարդ մահացել է գեներատորների սենյակի մոտ 1930-ականներին։ Այսօր այդ տարածքը լի է անբացատրելի աղմուկներով եւ ստվերային կերպարներով։ Մարդիկ պատմում են, որ իրենց դիպչում են, շոյում են այտերը կամ հրում։ Տեսել են նաև մի մարդու ոգի, որը նայում է նրանց վերևի անցքից եւ անհայտանում։ Հենց նրան նկատում են։ Ամենատարածված ձայները պատերի հարվածներն են, որոնք նման են նավի վրա աշխատող մարդկանց ձայներին։ Queen Mary-ում կան մի շարք հայտնի ոգիներ, բայց ամենահայտնին Ջեքի անունով աղջիկն է։ Թեև հստակ հայտնի չէ, նա խեղդվել է լողավազանում, թե ոչ։ Նա տասնամյակներ շարունակ վախեցնում է հյուրերին։ Ջեքին հաճախ պատասխանում է հարցերին եւ թողնում է ձայնային հետքեր։ Էքսկուրսավարները երբեմն խնդրում են Ջեքին երգել եւ երբեմն նա անում է դա։ Նա խաղաղասեր ոգի է, ըստ մարդկանց։ Մարդիկ լսում են նրա ծիծաղը, լողավազաններում ջուր ցողելու ձայնը եւ թե նա ինչպես է հարցնում, թե որտեղ են իր ծնողները կամ իր աղջուկը։ Մեկ այլ հայտնի ոգի է սպիտակազգեստ տիկինը։ Նրա ծագումն անհայտ է, բայց նրան հաճախ տեսնում են պարելիս Queen's սալոնի մութ անկյունում։ Նրան տեսնում են նաև նախասրահի դաշնամուրի մոտ։ Նա երիտասարդ գեղեցիկ կին է, 1930-ականների սպիտակ երեկոյան զգեստով։ Երբ նա չի պարում, նրան տեսնում են միջանցքներով քայլելիս եւ վերելակների մոտ անհայտանալիս։ Queen Mary-ն ունի 355 սենյակ, եւ դրանց մեծ մասը համարվում են անհանգիստ։ Հյուրերին նույնիսկ տրվում է այն սենյակների ցուցակը, որտեղ պարանորմալ երևույթներ են նկատվել։ Հատկապես B340 սենյակը համարվում է գերբնական էներգիայի կենտրոն։ Այստեղ մշտապես բողոքներ են եղել տարօրինակ ձայների, ինքնուրույն միացող ծորակների եւ շարժվող կահույքի մասին։ Եղել են դեպքեր, երբ հյուրերի վրայից վերմակը քաշել են։ Վիճակն այնքան վատացավ, որ տնօրինությունը ստիպված եղավ փակել սենյակը։ Թեև այնտեղ այլևս հյուրեր չեն մնում, ակտիվությունը շարունակվում է։ Հարևան սենյակների հյուրերը պատմում են, որ տեսնում են կերպարանքներ, որոնք անցնում են պատերի միջով դեպի 340 սենյակ։ Հայտնի չէ, թե ինչն է պատճառը, բայց մի պատմություն ասում է, որ այդ սենյակում աշխատակից է սպանվել եւ նրա հոգին հիմա դուրս է մղում բոլորին, ով փորձում է այնտեղ մնալ։ Սրանք պատմել են այն մարդիկ, ովքեր եղել են Queen Mary-ի վրա։ Նման սարսափելի սպանությունները, որոնք տեղի են ունեցել նավի վրա, արդեն իսկ սարսափ է առաջացնում այնտեղ գիշերելը։ Իսկ դուք հավատում եք այս պատմություններին։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Բաժանորդագրվիր ալիքին հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։ Մինչ նոր հանդիպում։